Քաղաքային տրանսպորտի անկանոն ու վատ աշխատանքից բողոքող քաղաքացիների առաջարկն ու պահանջը ժամային գրաֆիկում փոփոխություններ ձեռնարկելու մասին են, որի անհրաժեշտությունից ելնելով էլ նախորդ նիստում խոսեցին ավականու անդամները։ Քաղաքապետարանն արձագանքից միկրոավտոբուսների աշխատանքային ժամերը փոխեց եւ իրազեկեց մարդկանց։ Տրանսպորտն աշխատելու է առավոտյան ժամը 7:30-ից մինչև ժամը 22-ը, նախկին ժամը 21-ի փոխարեն։ Բայց ժամային փոփոխությունից իրականում ոչինչ չի փոխվել այսօրվա նիստում, հայտարարեց մեր քաղաքախմբակցությունը։ Որովհետև 18:00-ից հետո հայտարարության մեջ տրված էր, որ մեքենաների հաճախականությունը 30-ից 40 րոպե է դառնում, եւ սա պիտի ասեմ, որ որևէ գյումրեցու ընդհանրապես հարմար չի։ Այնինչ կար, դա նորից նույն կերպ մատուցվեց հայտարարության մեջ, ինչ խորքային խնդիր կա, որ երեկոյան ժամերին չի պահպանվում չվացուցակը թեկուզ 10-15 րոպե հաճախականությամբ։ Քանի որ կախված է լրացուցիչ ծախսերի հետ, մեկ շրջապատի ժամանակ մոտ 1000-ից 1500 դրամ վարելիք է օգտագործվում եւ ունենք նաեւ վարորդների պակասության խնդիր։ Տրանսպորտի աշխատանքը կբարելավվի, եթե գործարկվեն նաեւ 5 կանաչ ավտոբուսները, որոնք 2 տարուց ավելի է ավտոբուսային պարկում են իբրև անշարժ գույք։ 5 ավտոբուսի շահագործման շուրջ 2 քաղաքները Գյումրին ու Վանաձորը համաձայնության չեն գալիս։ Եվրամիության գումարներով կնված 5 կանաչ ավտոբուսների նվիրատուն Վանաձորն է, որտեղ արդեն օգտագործում են էկոտրանսպորտային միջոցները։ Բայց քաղաքը միայն այս 5 ավտոբուսին չէ, որ սպասում է։ 10 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման սուբվենցիոն ծրագիր էլ ունեն հաստատված եւ չի հաջողվում բերել։ Պատճառը կրկին չկայացած մրցույթներն են։ 4 անգամ մրցույթ ենք հայտարարել, անցած տարվանից եթե չեմ սխալվում, չէ՞ պարոն Մարտիրոսյան։ Անցած տարվանից մրցույթ ենք հայտարարել մոտ 500 միլիոն դրամ, 525 միլիոն դրամ։ Նոր էլեկտրական ավտոբուսներ գնելու համար։ Մինչև այսօր չկան։ Չհաջողված մրցույթների պատճառով էր նաև, որ մասնակցային բյուջետավորմամբ շների կացարանի կառուցման 124 միլիոնանոց ծրագիրն անցած տարի ձախողվեց։ Գումարի պետության մասը 80 միլիոնը ետ գնաց պետական բյուջե, բայց քաղաքապետարանը պատրաստի ծրագրից չհրաժարվեց։ Նախագիծն ավականու նիստում առանց քննարկումների հաստատվեց։ Քաղաքապետարանը շինարարի մրցույթ է հայտարարելու, ծրագրի ֆինանսավորումը լինելու է տեղական բյուջեից։ Ես քաղաքաշինության հետ խորհրդակցություն ունեցել եք շատ սև ժամկետում արդեն հայտարարեք շինարարի մրցույթը, պետական փուլի մեջ մտնի եւ հայտարարեք շինարարի մրցույթը։ Մրցութային փուլին է հասել արդեն այս տարվա մասնակցային բյուջետավորման ծրագիրը, որը վերաբերում է Հաղթանակի պողոտայի զբոսայգու բարեկարգմանը։ Այգին ոչ թե առանձին հատվածներով, այլ ենթակառուցվածքներով ամբողջական նորոգելու համար մոտ 103 միլիոն դրամ քաղաքի բյուջեից ներդրում կպահանջվի։ Ամբողջական ծրագրի գումարը կազմում է 172 միլիոն 500 հազար, որից 69 միլիոն 850 հազար դրամը պետական բյուջեի հատկացումների հաշվին է իրականացվելու, իսկ 102 միլիոն 650-ը համայնքի բյուջեի միջոցների հաշվին։ Քանի որ մենք ի սկզբանե նախատեսել էինք գործընթացի համար 16 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտություն կա այս գումարը փոփոխել եւ դարձնել 103 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Քաղաքի համար կարևոր համարվող ծրագրին լրացուցիչ գումարներ հատկացնելու առաջարկը եւս անցավ միաձայն։ Նիստերից դուրս չեկող թեման նորից քաղաքի փողոցներն ու փոսային նորոգումներն են, որոնք այժմ Բագրատունյա ծողակում դադարեցվել են ոչ թե գարնանը ձյուն գալու պատճառով, այլ ուրիշ խնդիրներ են առաջ եկել։ Կոնկրետ Բագրատունյա ծողակում, այսպես ասած, փոշի կռուվում, մենք կատարում ենք փոսավերանորոգման աշխատանքներ, դադարեցվեց, որ կառավարության որոշում կա, որ ընդհանուր պետք է առաջի շերտը մաքրվի եւ լիարժեք ասֆալտապատում լինի կառավարության ֆինանսներով, բայց մինչ այսօր, եթե չեմ սխալվում, 10 օրից ավել է կայնեցված է այդ աշխատանքները։ Միակ չգիտեմ ինչ հայտարար վիճակ է ստեղծվել, վարորդները բոլորը փողոքում են, իլուր բոլոր գյումրեցիներին, որ քաղաքապետարանի կողմից չի դադարեցվել այդ աշխատանքները, դադարեցվել են կառավարության կողմից, որ շերտը հանվի։ Փողոցաշինական նույն ծրագրով է հիմնանորոգվելու նաև Վարդանանց հրապարակին ու ամենափրկիչ եկեղեցուն հարող հատվածները։ Կառավարության միջոցներով նորոգումները Բագրատունյա ծողակում, Տերյան փողոցում պայմանավորված են մայիսի 4-ից 6-ը Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումով։ Սպասվում են, որ Գյումրիում եւս պատվիրակության այցեր կլինեն։ Այսօրվա նիստի օրակարգից մի քանի հարց էլ հանվեց վերանայելու պայմանով։ Մարինե Տերբինյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։